Վերջին երկու դարերը թյուրքական աշխարհի համար նշանավորվել են դժվարություններով, աղետներով եւ բռնազավթմամբ։ Հայտարարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դա գնահատելով Թուրքերի միավորումը եւ մեկ սիրտ դառնալը կանխելու փորձ։ Ավելին, Թուրքիայում 1940-ականներին Հանրապետական ժողովրդական կուսակցության միակուսակցական կառավարման ժամանակ արգելված էր թյուրքական աշխարհի գոյության մասին հիշատակումն անգամ։ Էրդողանի խոսքով 44 թվականին շատ մտավորականների, գրողների եւ արվեստագետների անվանել են թուրանականներ եւ խորտանգել պարզապես Թուրքիայից դուրս գտնվող իրենց հայրենակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։ Թուրքիայի նախագահը շեշտում է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ առանձին շրջանակներ օգտագործելով Անկարայի թշնամիների հռետորաբանությունը Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար, տարածելով չափազանցված լուրեր, թե Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, ջիհադիստական խմբավորումներ է ուղարկում։ Çok titiz ve hassas bir değerlendirme süreci sonunda Այսինքն այդ ուժերը նույն սխալը գործեցին Ղարաբաղի ազատագրման համար պայքարի օրերին, ինչպես Բորալթանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգության ժամանակաշրջանում։ Այդ ժամանակվա իշխանությունները շատ լավ գիտեն, թե ինչ է սպասվում ադրբեջանցիներին Բորալթանի կամուրջը հատելուց հետո, բայց չնայած դրան արտահանձնման վերաբերյալ որոշում կայացրեցին, ինչը ստվեր գցեց Թուրքիայի իշխանությունների վրա, բայց նրանք դրանով չեն սահմանափակվել։ Թուրքիա փախչող ադրբեջանցի թուրքերը հանձնվել են իրենց մահապատժի ենթարկողներին, գիտակցելով, որ նրանց գնդակահարելու են Բորալթան կամրջին, պատմությունը պղծելով ամոթալի բծով, որը պատմության մեջ մտել է որպես Բորալթանի ողբերգություն։ Բորալթանի ողբերգությունը ԺՀԿ-ի համար սև բիծ է Թուրքիայի պատմության մեջ։ Tayyip Erdoğan Էրդողանը հիշեցնում է, թե ինչպես են խորհրդային իշխանությունները գնդակահարել մի խումբ ադրբեջանցիների, որոնք ապաստան էին խնդրել Թուրքիայից։ Մեկ այլ առիթով էլ Էրդողանն ասում էր, որ 44-օրյա Ղարաբաղյան պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո բազում փաստեր կան Թուրքիայի ուղիղ մասնակցության մասին։ Սակայն հստակ չէ, թե ով է Էրդողանի մեղադրական ուղերձի հիմնական հասցեատերը՝ Ռուսաստանը, թե Հայաստանը, որի հետ իբրև փորձում է կարգավորել հարաբերությունները Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններում միջնորդական առաքելությամբ։ Քիչ ուշ Էրդողանը հայտարարում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանն առավել քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։ Ավելին, Թուրքիայի նախագահը նշում է, որ այս գործընթացին զուգահեռ առաջ է մղվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հաջորդ տարի կլինեն Հայաստանի հետ հարաբերության կարգավորմանն ուղղված խորհրդանշական քայլեր։ Սա ինչ ժեստ է։ Նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին, ըստ թուրքագետ Վարուժան Գեղամյանի, խորհրդանշական քայլեր կարող են լինել օրինակ ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, 1-2 մերականջին քաղցրահուն ճյուղեր, սահմանային անցակետի հազվադեպ բացում կամ էլ ինչ-որ հումանիտար օգնություն։ Այսինքն ոչ թե իրական հարևանություն ու համագոյացություն, այլ հենց ցուցադրական, բայց բովանդակազուրկ քայլեր, ուղեկցվելով սիրուն ու գույնզգույն լուսանկարներով ու վիդեոներով։ Այդ խորհրդանշական քայլերը ունեն մեկ նպատակ՝ ստեղծել պատրանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմը խաղաղություն է ուզում եւ որ Հայաստանի դեֆակտո իշխանության քաղաքականությունը ճիշտ է, հետեւաբար նրանք պետք է վերընտրվեն։ Պատահական չէ, որ մեկնաբանելով Թուրքիայի վերջին շաբաթների հայկական քաղաքականությունը թուրքական մեդիան ուղիղ գրում է, որ այս ամենը աջակցության ընտրական ժեստ է Փաշինյանին։ Հենց այս համատեքստում է պետք դիտարկել օրինակ ադրբեջանական բենզինի առաքումը, որը գովազդվում է որպես խաղաղության առհավատչա։ Մինչդեռ դա Հայաստանին թուրքական էներգիայից կախման մեջ գցելու քաղաքականության սկիզբն է։ Հետևաբար առաջիկա 6 ամիսների ընթացքում մենք բոլորս տեսնելու ենք հայ-թուրքական սիլիբիլիների բազմաթիվ դրվագներ, սակայն դրանք ոչ միայն լինելու են բովանդակազուրկ, այլև փաստացի սպառնալիք են ու թուրքական միջամտություն մեր ինքնիշխանությանը։ Այդ գործում թուրքական կողմին օգնելու են ոչ միայն տեղական քարոզիչները, այլ բարի դեմքով բազմաթիվ եվրոպացիներ, որոնք ավետելու են Հայաստանի թուրքացումը։ Թուրքիան վարում է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ, փորձելով մեր պետությունը դարձնել իր ազդեցության գոտի։ Ուստի պետք է զգոն լինենք, չտրվենք այդ քարոզին, բացահայտենք ու բացատրենք թուրքական իրական քաղաքականության իրական նպատակները։ Եկեղեցու պաշտպանությունից մինչև քաղաքական հարցեր պետք է բարձրաձայնել, կազմակերպել ու կազմակերպվել։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն էլ վստահեցնում է, շատ բաց տեքստով ասվում է, որ կլինի ոչ թե կարգավորում, այլ իմիտացիա, կարգավորման իմիտացիա, որը պետք
է Նիկոլ Փաշինյանին ընտրական process-ում հանրության վրա կամ էլեկտորատի վրա վաճառելու համար։ Ըստ նրա, այս պարագայում առաջանում է շատ պարզ հարց. ով է այն բանական արարածը, որը պետք է գնի այդ ապրանքը, մտածելով, թե Նիկոլ Փաշինյանի քաղաքականության արդյունքում կարգավորվում է հայ-թուրքական հարաբերություն։ Հայ-թուրքական հարաբերության կարգավորումը մի ուղղություն է, որը պետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքականության հոգացության առարկա, եւ ըստ էության եղել է այդպիսին, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին հայ-թուրքական հարաբերության թեմայի հանդեպ ուշադրությունը չի եղել դույզն ինչ պակաս, քան Նիկոլ Փաշինյանի վարչապետության այս 3-4 տարիներին։ Պարզապես այն ժամանակ եղել է քաղաքականություն, իր բոլոր թեր եւ դեմ կողմերով հանդերձ, իսկ այսօր ոչ թե քաղաքականություն է, այլ ընդամենը պարտության եւ Արցախի կորստի հետևանքով պարտադրված իրողություններ։ Այսինքն այն, ինչ կատարվում է այսօր, ոչ թե որոշվում է Հայաստանով, այլ որոշում եւ մատուցում են Հայաստանին։ Ամբողջ հարցն այն է, որ Հայաստանը չի էլ կարող չընդունել այն, ինչ մատուցվում է։ Սա արկա իրավիճակի էմոցիոնալ կամ պատկերավոր նկարագրություն չէ, այլ իրերի ցավալի դրություն, որովհետև անգամ պարտությունից հետո չարվեց նվազագույն անհրաժեշտը ընթացքի տրամաբանությունը փոխելու համար, թեև նույնիսկ պարտությունից հետո կար դրա հնարավորությունը, ամփոփում է քաղաքական վերլուծաբանը։ Ֆրիդա Ղազարյան, Գարիկ Արամյան, TV News։